Պարոն Մամիկյանյան, ձեր կարծիքով Իրաքի ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Հովնանավանքում տեղի ունեցող այդ պատարագից հետո, որը մատուցելու է կարգալույց քահանան, Նիկոլ Փաշինյանն էլ գնալու է եւ մասնակցի այդ պատարագին, սա ինչ վտանգավոր հետևանքներ եւ զարգացումներ կարող է տեղի բերել։ Գիտեք, բացարձակ ձեր հարցին չի վերաբերվում, բայց նախ շատ վատ է, որ մեր հասարակությունը, մեր կյանքը, հասարակական հասել է նրան, որ ես լուրջ դեմքով պիտի պատասխանեմ, թե ինչ տեղի կունենա, եթե կարգալույց արված քահանան մատուցում է Սուրբ Պատարագի արարողություն, կարգ, վարչապետի աթոռին նստածը ասում է, որ ամեն ինչով իր կողքին կանգնած է, լավ խորանին չի բարձրանում, սատարելու է, մասնակցելու է, ես չեմ կարող լուրջ դեմքով այդ ամեն ինչը մեկնաբանել, դա հայտարարություն է, մտածելը դրա մասին իմ համար նորմալ է, ու մնաց դա մեկնաբանել է, ես մեկ նորից դեր հարցը չեմ թիրախավորում, իրավիճակն եմ թիրախավորում, դա առաջին, երկրորդը, այո, դրա զարգացումները շատ վտանգավոր կարող են լինել, ոչ թե այն պատճառով, որ ես եմ այդպես կարծում, որովհետև Փաշինյանը դա ասել է, ինքը ասել է, որ հետք չի կանգնելու իր հակաեկեղեցական արշավից, որ ինքը շարունակելու է թիրախավորել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դրա առաջնորդի վերապար տիրոջը։ Այսինքն դեռ բացարձակ էական չի ես ինչ եմ կարծում դրա շուրջ։ Ավելին ասեմ, այդքան էլ էական չի, թե Փաշինյանը ինչա պատրաստվում անել։ Հարցակվելու է Ավեհարանի վրա իր իբր համակիրներով, ապօրինի կերպով փորձել է ձերբակալել վեհապար հայրապետին։ Էական չի, թե որ ճանապարհով է գնալու։ Էական է, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Իմ կարծիքով միակ հարցը դա է։ Դե գլոբալ պատասխանը իշխանապողությունն է միանշանակ։ Քանի դեռ ինքը ունի, սա ավարտեմ, գիտեմ, որ բառը ասացի, ես սկսել եմ։ Գլոբալ պատասխանը իշխանապողությունն է, քանի դեռ ինքը ունի իշխանություն, ինքը իրեն կարող է թույլ տալ նմանօրինակ լկտիություններ, որովհետև հույս ունենալու որ Փաշինյանը ինչ-որ բանի առաջ կկանգնի, ինքը բոլոր կարմիր գծերը հատել է, ինքը բան չկարողի դրա առաջ կկանգնի։ Դրա գործիքները մենք առաջարկում ենք իմպիչմենտը։ Կոնկրետ իրավիճակային թե դրա հետ լուծման կապված ինչեր են արվելու։ Ես կարծում եմ, որ մոտ օրերս արդեն դա հանրային կդառնա, հրապարակային կդառնա եւ առաջին հերթին դա կախված է մեր առաքելական Սուրբ եկեղեցու մոտեցումներից այդ հարցի շուրջ եւ իրենց ընկալումներից եւ իրենց գործողություններից։ Պարոն Մամիկյանյան, խնդրում եմ չընկալում, խնդրում դա հանկարծ դիտարկել որպես պատասխանատվության տեղափոխում հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ընդհանրապես մենք հավատավոր եւ ակնածանքով վերաբերվող քրիստոնյաներ ենք եւ ակնկալում ենք առաջնորդությունը մեր առաքելական Սուրբ եկեղեցուց։ Պարոն Մամիկյանյան, այսօր Անի Սիմոնյանը արձագանքել է Մարտին Գրիգորյանի ասացին, որ վենդետա են ուզում եւ արյունասրտներ ուզում Գյումրիում, ասաց, որ ինքը վաղուց է ասել, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է, ավելին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տեղը նույնպես բանտում է։ Իմ արձագանքն է, որ ինքը բանտից կշարունակի թվարկել, թե իր կարծիքով ում տեղն է բանտում։ Իմ կարծիքը դա, երբ այդ շատ լավ հարցով ոչ միայն ինձ դրանք այլ բոլորս ենք այսպես փոխել, բայց իմ կարծիքը այն է, որ Սիմոնյանը երկար տարիներ նստելու է բանտում ու հատ-առհատ թվարկի, թե ինչ լավ կլներ, որ հասցնեին շինծու գործ կարել նաև Սերժ Սարգսյանի եւս մեկը, նաև մյուս դիմադիր գործիչների, այդ իմ մոտեցումն է կապված իր ասածների հետ մեկ։ Ձեր հարցի առաջին հատվածի հետ կապված։ Գիտեք, ինչ-որ երեսփոխանների համար դա ընդհանրապես մի հատ հայտարարություն ավելազգային ժողովում ունենալու շանս է Գյումրին մեկնաբանելը։ Մեկ էլ, տենց չգիտեմ, իրանց մոտով է պլյուս մինուսները անում, տանել ցույց տալ այդ ինչ-որ մեկին, այդ մեկն էլ դնի նայի ասի, այս ինչ ամ, պլյուս, այսօր էլ ինքը խոսեց։ Հա չէ, դու մինուս, դու լավ չես աշխատում եւ այլն։ Բայց իրականում դա վտանգավոր երկար պատմություն ունեցող գործընթաց է այդ քաղաքի բնակիչների հետ։ Ու դրսից բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են բզբզալ այդ գործընթացը, այո, իրանք արյուն են ուզում։ Ինչպես այսօր ասել է Մարտին Գրիգորյանը դրա մասին։ Պարոն Մամիկյանյան, Գյումրիում ոստիկանները այսպես բռնություն են կիրառում, ջարդում շվում են քաղաքապետարանի գույքը, Փաշինյանը ամենառավոտ լավ երաժշտության ներքո ինչ-որ սրտիկներ է ցույց տալիս, այսօր էլ կարծեմ Թբիլիսիի սրտիկ է ցույց տվել, այս իր պահվածքը
ինչպես եք, ինչ եք մտածում, երբ տեսնում եք այս ծաղիկները, իր պահվածքը։ Ինչ մտածում եմ, եթերում ասել չեմ կարող։ Բայց նորից հասկանում եք, մենք գալիս ենք նույն կետին։ Ինչ ուզի կարա անի, ինքը արդեն այս ստադիային է հասել ու ինչ-որ մեկը իրանից ակնկալիքներ ունի։ Ես նշում եմ սիրում եմ բոլորին եւ զորք է ուղարկում ոստիկանության ծեծելու քաղաքացիներին։ Հասկանում եք, ձեր հարցի մեջ արդեն ես կարող եմ ասել, որ դուք ճիշտ հարց տվեցիք եւ համաձայն եմ ձեր հարցի հետ։ Նորից եմ ասում, բացարձակ ասել էի հայրասերը, որտեղ տանի արտահայտի, բայց հիմա դրա մասին չի։ Սիրո դրսևորումները տարբեր կարող են լինել, խնդրում եմ, ես չներգրավեմ, անգամ չպատկերացնեմ, էլի Փաշինյանի բրաչնի խաղերը, չէ, էլի։ Խնդիրն է, թե մենք դրա հետ կապված չենք անում։ Բայց հայրենասերները են մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ամեն ինչի հետ։ Մենք ինչ ենք արել։ Իմ համար միակ հարցը դա է մնացել, թե ինքը ինչ անել, ինքը ամեն ինչ անել է։ Ինքը ռեալիթի շոու է անելու իր ընտանեկան կյանքից, չգիտեմ, հիպերտոֆիա շփել է։ Ինքը ամեն ինչ անելու է ինքը, էլի այդպես չի զարմացնում։ Զորք է ուղարկելու մարդկանց վրա կրակ բացելու հրաման ատալու քաղաքացիները, ինքը այդ ամենը այս կամ այն կերպ արել է, անում է, անելու է։ Դիտա թե մենք դրա հետ կապված ինչ ենք անում։ Քանի դեռ իշխանության ընտրությունները այստեղ բացարձակ էական չեն։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ընտրություններից հետո եթե հանգած ինքը հաղթի, ինքը դառնալու է ժողովրդավար ղեկավար, որը հարգում է Հայաստանի Հանրապետության շահերը եւ քաղաքացիների իրավունքները, չարչար սխալվում եք, ավելի է վատանալու։ Այնպես որ իմ համար ընտրություններից առաջ եւ հետո այդ ամեն ինչը չի բաժանում։ Ման դրանից որ նաեւ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ մեր երկրում ընդհանրապես քաղաքականներ չկան, իսկ նրանք, որոնք այս պահին բանտերում են զուտ խոսքի համար, ընդհանրապես խոսելու համար եւ այդ օրինակները բերեցին, ասաց, որ քաղաքապետերը եւ ընդհանրապես պաշտոններ վերցնում են, հանցագործները, այսպես ասած, հանցագործություն անում են եւ պատասխանվում են քաղաքական հայացքների ներքո, որ հետո ասեն, վայ, իրենք քաղաքապետար են եւ քաղաքական հայացքների համար են հետապնդվում։ Իսկ վերջում ասաց, որ իրենք բոլորը ռուսիա agentներ են, թե այս անգամ չասաց։ Դե ինքը դա շուտ ասելուկներ ունեն, որոնք իրենց երևի թղթիկներով բաժանում են, ցանկացած հարցին այդ պատասխանը տան։ Մեկ-մեկ խառնում են, նկատել եք, ուրիշ հարց եք տալի, իրանք պատասխանում են այդ օրվա դեղին թղթիկով տված իրանց ելույթը։ Դե այդտեղ մեկնաբանելու բան չկա, բայց այստեղ կա ուրիշ փաստական հիմք։ Ես նույնիսկ չեմ խորանա օրինակ ԵԽ-ի սահմանման վրա կա բանտարկյալի, վստահ եմ, որ ասել եք։ Ես դրա մեջ չեմ խորանա։ Գույցունի այդպիսի մի կառույց, կոչվում է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն, EPP։ ԿՊ-ականները երազում են դրա հետ կապ ունենալ, ամեն ձև օգտագործում են բոլոր հնարավորությունները դրա համար, բոլոր, եկեք չես կոմրանք, ոչ ես երազում են ամեն ինչ ստով, ղրթով, փորձում են հայտնվել դրա միջոցառումներին, խափում են մեր եվրոպացի գործընկերներին, էլի մեկա չի ստացվում։ Այդ կառույցը, որին իրանք փափագում են անդամակցել, փափագում են։ Հայտարարել է, որ Արմեն Աշոտյանը կա բանտարկյալ է, եւ Հայաստանում արկային կա բանտարկյալն է։ Դրա վերաբերյալ եղել է բանաձև դեռս 2 տարի առաջ, որը որևէ կերպ, տեսեք չեմ ասում, կենտրոնամեկ դեմոկրատների մասին չեմ ասում, այդ բոլորը ես չեմ ասում, հստակ այն կառույցը, որը իրանք փափագում են անդամակցել, որի օրինակ ԵԽԽՎ-ում ֆրակցիայի փոխնախագահը, եթե չեմ սխալվում, այնտեղ մի քանի փոխնախագահ կա, դրանցից մեկը Վլադիմիր Վարդանյանն է։ Այդ կուսակցությունը ասել է, որ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալներ եւ հստակ նշել է Արմեն Աշոտյանի անունը։ Ինչպես երբ որ դա իրան ասեք, գիտեմ ինչա պատասխանելու, երբ որ դա պատասխանի դրան է կանադառնում։ Էլ շատ շնորհակալ։